International TV եթերում ամերիկյան երեկոյան լրահոսն է ՑՍՏ թեմականն է բարև ձեզ։ Ինչ է կատարվել հունվարի 28-ին ԱՄՆ-ում ամենակարևորի մասին տեղեկանանք միասին։ Ինդիանայում ուժեղ քամիների պատճառով մեքենա է շրջվել։ Իշխանությունները զգուշացնում են Բուքու բորանը ավելի կսաստ կանա։ Հրդեհ Լոս Անջելեսի տներից մեկում։ Լաս Վեգասից Լոնդոն մեկնող օդանավը կորցրել է ուղղությունը։ Դոնալդ Թրամփը չի բացառում Իրանի դեմ հարձակումը։ Արդյոք Վրաստանում լեռներից մեկը կկոչեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անունով։ Արտակարգ դեպք Լոս Անջելեսում այրվել է տներից մեկը։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության աշխատակիցները։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Ըստ նախնական տվյալների պատճառը գազի արտահոսքն է։ Մասսայական կրակոցներ Ֆլորիդայում կա մեկ զոհ, մեկ տուժած, որին տեղափոխել են հիվանդանոց։ Հայտնի է, որ կրակոցը տեղի է ունեցել դպրոցի շրջակայքում, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Լաս Վեգասից Լոնդոն ուղևորվող British Airlines ավիաընկերության օդանավը օդ բարձրանալուց անմիջապես հետո կորցրել է անիվը։ Թեթևակի փոխել է ուղղությունը, սակայն 9 ժամ հետո կարողացել է տեղ հասնել եւ բարեհաջող վայրէջք կատարել։ Թե ինչ-որ մեկը վայելում է ամերիկյան ցրտահարությունները, դա Չիկագոյի կենդանաբանական այգում գտնվող սպիտակ արջն է։ Այսօրվա համար առանձնացրել էինք այսքանը, կհանդիպենք վաղը։